Պարոն Դանիելյան, Նիկոլ Փաշինյան արդեն տևական ժամանակ է եկեղեցու և կաթողիկոսի վերաբերյալ գրառումներ է կատարում, այսօր էլ հայտարարեց, որ խումբ է ձևավորում և այսպես ասած արշավանք սկսում դեպի եկեղեցի։ Ինչ հաջողության կհասնի Փաշինյանը և արդյոք ընդդիմադիրները պատրաստվում են որևէ ձևով դիմագրավել դրան։ Զինված խմբերա, թե հրոսակա խումբա, հեծյալ խմբերա, ինչ խմբերա, մի հատ կարելի է պարզաբանած, ինչա, դե էլի գարնանային սրացումներ Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց ես կարծում եմ, որ սա չի հաջողելու, ես ինչ որ ինքը նախաձեռնել է, մենք կոնկրետ հայտարարություն ենք արել դրա հետ կապված, ասել ենք, որ այսօր էլ այդ հայտարարությունը տարածվեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն իր ամբողջական աջակցությունը եւ սատարումն հայտնել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մենք կանգնած ենք մեր եկեղեցու կողքը, ուրեմն կաթողիկոսի կողքը եւ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ չընթարկվեն ոտնձգությունների, այս արշավը որ կա, դե գիտեք նոր չի սկսվել այս արշավը։ Այն մարդիկ, որ նոր են սկսել սրա մասին խոսել կամ նոր են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ կոնկրետ գործելը սկսել է դեռ իր իշխանության գալուց հետո։ Հիշեցնեմ, որ Թավշյա սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանության գալուց անմիջապես հետո նոր Հայաստան, նոր Հայրապետ, հետո դրանից հետո դպրոցական դասագրքերից հանվեց առարկան եկեղեցու եւ տենց ու շարունակվեց այդ ոճով, այդ գործիքակազմով շարունակեց անել ամեն ինչ, հետո խաչերի դեմ գիտեք, որ հայտնի իր խոսքը, որ մի հատ կարող է այդ խաչքարերն էլ ձեր վզներից կախեք, հետո առանձին սրբազաններին թիրախավորել, ասել, որ ագենտ են, այս են, այն են։ Տեսեք, այս վերջում ես սա կապում եմ կոնկրետ թուրքական հետք եմ տեսնում, թուրք-ադրբեջանական հետք եմ տեսնում, որովհետև այն խոսույթը, որով որ հանդես է գալիս Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Ալաշուքյուր Փաշազադեն, նույն տարածիորեն նույն բառապաշարը, նույն խոսույթը կրկնվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա ասում է, որ եկեղեցին քաղաքականացված է, խառնվում է Հայաստանում քաղաքական գործընթացներին, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմն էլ է նույն բանն ասում, որ խառնվում է։ Սա մեկ, երկրորդը, որ շատ կարևոր է, առաջիկայում գիտեք, որ սպասում են նոր զիջումներ, նոր ծանր զիջումներ է պարտադրվում Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանի իշխանությունները այս կերպ փորձում են նաեւ շեղել ուշադրությունը այն խնդիրներից, որ կա Հայաստանի Հանրապետության առջեւ։ Զիջումները դա եւ Տավուշի հատվածում եւ Սյունիքի հատվածում մասնավորաբար այս ժամանակահատվածում ականազերծման աշխատանքներ են կատարում Տավուշի մարզում, այնտեղ էլի պարտադրանք կա նոր տարածքների հանձնման։ Ո՞ր մասում է այդ տարածքները գտնվում։ Ոսկե Պարի եւ Տիրանցի վիճելի հատվածն է, որը սեպի պես խրված էր այդ երկու բնակավայրերի արանքում։ Ես այդ հատվածի մասին եմ բարձրաձայնել, բացի այդ նաեւ Ազատամուտի հատվածում էլի ականազերծման աշխատանքները ավարտված են եւ այդ ուղղությամբ էլ հնարավոր է զիջումներ անի։ Նաեւ չի բացառվում, որ Բերթավանի հատվածում էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերթավանի հատվածում էլ զիջումներ անի եւ այսպես կոչված ես դա չեմ ընդունում, բայց մեր հասարակության մեջ հայտնի այդ անկլավային շրջաններն էլ եւ փաստացի այս գործընթացներից շեղելու ես նաև հարց եմ տվել կառավարությանը, այս հարցին չեմ պատասխանել եւ նաև այս գործընթացներից շեղելու նպատակ ունի։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը նաև երրորդը, ինչի մասին ես ուզեմ ասել, որ եկեղեցին միշտ էլ եղել է թիրախում այն պատճառով, որ միակ, այսպես ասած, կառույցն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզուրպացրել։ Եվ այդ դրա հետ կապված նաև ինքը փորձում է սեպ խրելով եկեղեցու մեջ, եկեղեցու ներսում գտնի որևիցե մեկին, սրբազաններից կլինի դա, ուրիշ նաև տարբեր երկրներում ուրեմն հոգևորականներից լինի իրեն բարեհաճ գտնվող, որ
հա, օրինակ Վազգեն Միրզախանյանը փորձի նաև դրանով ճեղքում առաջացնել եւ իրեն լոյալ մեկին կարգել։ Բայց քաղաքացիական անձինք ժողովուրդը չեն կարող կաթողիկոս փոխել։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է ազգային եկեղեցական ժողովի։ Երկու տարբերակ կա, որ կաթողիկոսը կարա իր լիազորությունները դադարեցնի, մեկ առողջական հիմքերով, մեկն էլ Աստված մի արասցե ինքը չլինի ֆիզիկապես, այսինքն իր մահվանից հետո կարա այդպես բաներ լինի, ուրիշ տարբերակ չկա։ Արդյոք այս ամենը կարող է քաղաքացիական բախումների տանել, որովհետև կաթողիկոսի եւ եկեղեցու պաշտպանները բավականին շատ են իդեմս ժողովրդի եւ եթե իսկապես այդ խումբը ձևավորվի Նիկոլ Փաշինյանի ու եթե արշավանք սկսվի դեպի Էջմիածին, այդ ժամանակ հնարավոր է որ քաղաքացիական բախումներ տեղի ունենան։ Այո, դուք ճիշտ նշեցիք, որ եթե ի վերջո ինքը գնաց նրան, որ քանի որ արդեն խոսում է խմբեր ձևավորելու, ինչ որ տնից վահաններ եւ չգիտեմ ինչեր վերցնելու, զրահաբաճկոններ վերցնելու եւ այլն, ենթադրում եմ, որ նաեւ իր սիրտը նաեւ արյուն է տենչում, քանի որ ինքը տենց սիրում է, որ հայ արյունան, աչե մարտի 1-ին ասում էր, չէ, սիրտս հոգիս փառավորվեց, երբ որ ոստիկան էր տեսել, արյուն լվա ոստիկան էր, ինքը նաեւ փորձի նաեւ բախումներ հրահարել եւ դրանով իսկ վտանգավոր, շատ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծել քաղաքացիական, ուրեմն կռիվների, քաղաքացիական բախումների եւ սա մեր երկրի համար կործանարար կլինի։ Երկրի թիվ 1 պատասխանատու պաշտոնյա կոչված խեղկատակը փաստորեն մի գործընթաց է սկսել, որը որ մեր երկրի համար կարող է լինել ճակատագրական։ Մեր հայ ժողովրդի պատմության մեջ երբեք այսպիսի իրավիճակ չի եղել։ Մենք չենք ունեցել մի ղեկավար, որը որ պետության ներսում հրահրի նման բախումներ չի եղել նման բան։ Եվ այս մարդը գնում այդ ճանապարհով։ Սարսափելի, եթե հետևանքները պատկերացնենք, դա հետևանքները անդառնալի են լինում։ Դուք պատկերացնում եք հասարակության ճնշող մեծամասնությունը աջակցում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Կարող է մի փոքր խումբ լինի, աղանդավորների, այլ խմբեր լինեն, որոնք որ կարող է ոգևորված սրանով փորձեն գործողություններ, բայց կրկնում եմ, սա տանելու է նրան, որ արյուն է հեղվելու։ Հայի արյուն։ Այս մարդը չի բավարարվել այն ծավալի կորուստները, որ մենք ունեցել ենք, այդքան զոհեր, այդքան վիրավորներ, այդքան հաշմանդամներ, այսքան մարդիկ տնավեր, հայրենազրկված ու հետաքրքիր սոուսով այս ամեն ինչն էլ ներկայացնում։ Գիտեք ինչ ձև է ներկայացնում։ Ինքը հիմա հանդես է գալիս որպես մոլի հավատացյալ, եկեղեցապաշտ, ինքը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ մոռացել է էլի ինքը ինչ ասել, մոռացել է ինչ ձևա թիրախավորել, մոռացել է որ մի հատ պատարակի չի մասնակցել, Սուրբ Զատիկ կլինի, տաղավարտոներ կլինի, ոչ մի արարողության այս մարդը չի մասնակցել, ու անընդհատ թիրախավորել է, այլ կոլածախողների, այլ ավազանի անուններով, այլ խաչերը վզներից կկախեք, եսի ինչ կանեք, ու գիտեք ինչ մի հետաքրքիր բան կա, խոսում է եկեղեցին ճուլանացման գործընթացի մասին, որ իբր ճուլանացնում են, սրբազաններին էլ համեմատում է ճուլանապետերի, ասում են ճուլանապետեր են, ու իր կիրթ ու կառուցողական Ալիևի հետ սուրճ է դնում, կիրթ ու կառուցողական Ալիևին կանչում, որ սուրճ հրամցնի, եւ այս պարագայում չի ասում իր կիրթ ու կառուցողական Ալիևին, որ այդ եկեղեցիները, որ նվիրաբերել եմ քեզ, Ադրբեջանի հիմա փաստացի օկուպացիայի տակ են, ինչպես են ավիրվում այդ եկեղեցիները։ Ճուլան է համարում։ 300-ից ավել եկեղեցի հանձնվել է Ադրբեջանին։ Հիմա այնտեղ վանդալիզմ է կատարվում, սրբավայրերը ավիրվում են։ Երևի սրբավայր չի համարում, ճուլան է։ Բայց տեսեք իր հանդես գալու ոճը, ինքը հիմա արդեն Սաղմոսից է մեջբերումներ անում, Աստվածաշնչից է մեջբերումներ անում, արդեն սկսել է գնալ եկեղեցի մոմ վառել, այսինքն սա այս մարդը մի բառով տականք անձնավորություն է, սա ես երկիրը, ես հող ու ջուրը ես չեմ պատկերացնում, էլի ոնց կարամ այս հողից ջրից ծնված մարդը նման արգահատելի վերաբերմունք դրսևորի ամեն ազգայինի նկատմամբ։ Եվ տեսնում ենք, չէ՞ որ
կոնկրետ եկեղեցին այս ժամանակահատվածում էլ հանդես ա եկել որպես արցախահայերի վերադարձի ուրեմն իրավունքների պաշտպանության գործում, ուրեմն մեր պատմամշակութային արժեքների պահպանության գործում, ամբողջ աշխարհով մեկ ծավալում է, վերջերս նաև Շվեյցարիայում այդ գործընթացները նաև գեներացնելու, նաև մի նոր թափ, մի նոր շունչ, մի նոր ավյուն հաղորդելու այդ գործընթացին եւ փաստացի այս մարդը արդեն այդ գործընթացներից հետո հանդես ա գալիս այս խոսույթով։ Պարոն Դանիելյան, արդյոք հիմա իսկական ժամանակը չէ, որպեսզի միահամուռ պայքարեն եկեղեցու դեմ այս հարվածներին եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթաց սկսեն։ Դե Նիկոլ Փաշինյանի հեռացնելու գործընթացը գիտեք, որ նոր չի սկսվել, այս ընթացքում մի քանի շարժումներ ա եղել առնվազն, մենք էլ այդ շարժումների ակտիվ մասնակիցն ու դերակատարներից ենք եղել, առաջնագծում ենք եղել։ Մենք էլ միշտ կոչ ենք արել համախմբման, որ Նիկոլ Փաշինյանին կարող ենք հեռացնել իշխանությունից համատեղ ջանքերով եւ համատեղ ուժերով։ Բայց դրա համար շատ կարեւոր է, որպեսզի եւ քաղաքական ուժերը եւ անհատները, որոնք որ հայտ են ներկայացրել, քաղաքական հայտ են ներկայացրել եւ այս ընթացքում իրենք քաղաքականության մեջ են եղել, երկրի կյանքում ակտիվ դերակատարներ են եղել, այդ մարդիկ ձայն հանեն, այդ մարդիկ ի վերջո արտահայտվեն, այդ մարդիկ այս process-ների ժամանակ ջայլամի քաղաքականություն են շատ մարդիկ վարել, այն պարագայում, երբ որ դուս ենք եկել փողոց եւ պայքարել ենք, այս մարդիկ փաստացի ասել են տարբեր խողովակներով, որ ձեր հետ ենք, բայց գործնականում աջակցություն ցույց չեն տվել։ Այս շատ կարեւոր է, որ այդ մարդիկ եւ այդ ուժերը գործնականում կարողանան ոչ միայն խոսքերով, այլ գործով ապացուցեն, որ իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, իրենք շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, իրենց կարողականությունը, ռեսուրսներն ու հնարավորությունը ներդրելու են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Եկեղեցի կառուցող գործարարները այդ շրջանակը շատ մեծ է, հարգելիս, շրջանակը շատ մեծ է, եւ ես որպես թե հայ մարդ, թե որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, թե որպես քաղաքականության մեջ մարդ, ես ուղղակի չեմ ուզում այս պահին անուններ տալ, բայց կարծում եմ, որ արդեն եկել է այն ժամանակը, երբ որ այլևս կամ դու բարիկադների այս կողմն ես, կամ բարիկադների այն կողմն ես։ Մարդիկ կան, որոնք որ ուզում են բոլոր կողմերին հաճելի լինեն եւ իրենց այսպես ասած իրենց տեղը ամեն տեղ պահել, դե լավ կլինի այս կողմ կանցնեն, եթե չստացվի իշխանության հաճախորդը կլինեն։ Սա այլևս չի աշխատելու, որովհետև մեր գոյաբանական լինելության խնդիրն է։ Եվ ես կարծում եմ, որ նաև հատիկ այդ անուններն էլ պետք է հնչեն եւ այդ մարդիկ էլ պետք է հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Այլևս պետք չի թաքնվել ինչ որ ուժերի կամ ինչ որ, չգիտեմ, անհատների հետևից։ Այդ մարդիկ քիչ չեն, այդ մարդիկ շատ են եւ հստակ իրենց դիրքորոշումը արտահայտելու խնդիր կա այս պարագայում։ Պարոն Դանիելյան, Արծվիկ Մինասյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչն է պատճառը եւ արդյոք հիմքեր ունեցել է իրավապահ մարմինը։ Իհարկե ոչ, սա էլի հերթական ապօրինի կեղծիչ ու քրեական գործ է, փորձ է արվում լռեցնել Հայաստան Դաշինքի քարտուղարին, երկրի պետականության համար մեծ ավանդ ներդրած մարդուն, որը որ եւ գործադիր եւ օրենսդիր մարմիններում բավականին լուրջ աշխատանք է տարիներ շարունակ բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել, փաստացի գործող իշխանությունները հետապնդում են Արծվիկ Մինասյանին, փորձելով ճնշումներ գործադրել, լռեցնել, բայց ես հավաստիացնում եմ, որ Արծվիկ Մինասյանը այդ տեսակը չի, իրենց նպատակներին չեն հասնելու եւ փորձելով անձեռնմխելիությունից զրկեն եւ շինծու քրեական գործ հարուցեն, նաեւ սրանով փորձում են վախեցնել, լռեցնել եւ նաեւ հաշվի առնելով, որ իրենց մոտալուտ իշխանության կորուստն են ունենալու, նաեւ այս առումով փորձում են ճնշումներ գործադրել։ Ես նորից եմ կրկնում, որ սա իրենց կոկորդին է մնալու այս քրեական գործը։